Ինչու է կարևոր այս որոշումն, սա դատական ակտ է, սա պատմական փաստ է, ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Իմ համար շատ կարևոր է հենց այդ համակարգը։ Սա հրապարակախոսական ինչ-որ դժվար չի, նույնիսկ կներեք մոնիտորինգային զեկույց, դատական ակտերը հերքել հնարավոր չի։ Եվ սա ցույց է տալու պատերազմի դեմքը։ Այնպես ինչպես հետքի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թավեշ եւ նկարել Խալափյաններին, եւ իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ նկարը, դուք գիտեք ինչի մասն եմ խոսում։ Եվ ամբողջ աշխարհը հասկացավ, որ դա բոլորն էր ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում էր Ադրբեջանը, այսինքն դա անօրինական պատերազմ էր։ Այնպես էլ այս դեպքը եւ սրանցի դեպքով մյուս դեպքերը, որոնք դառնալ են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ, կոտրել են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբր մենք զոհ էինք, հայերը հարձակվել են մեր վրա, ընդհանուր նաև որ դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պատերազմ էր, հայրենական պատերազմ չեն գլխատում զինվորներին, ձեռքերը չեն կտրում եւ այլն։ Եվ դա էլ միացած այն ագրեսիվ ռետորաբանության հետ, միեդես ամբողջը դեր մի շրջանակում, եւ չնայած Ադրբեջանի կառավարությունը անընդհատ բողոքում էր, դուք մինչեւ մի օգտագործեք հայկական անվաններ, միեդը գտնվեց իր բարձունքում։ Եվ նման դատական ակտերի տեղ ունի։ Հիմա առաջին դա է կարևորը, խնդրեմ հիշեք, որ սա պատմական փաստ է, որովհետև սա դատական ակտ է, որովհետև քաղաքական դիսկուրսում երկրորդ օր ամեն ինչ մոռացվում է, նոր դիսկուրսն է, նոր իսկ դատական ակտը մնում է։ Երկրորդ կարևորը, ինչպես նշեց Սիրանուշը, սա մի դատական ակտ է, որը միեդը սովորաբար դժվարությամբ է կայացնում, երբ որ պատերազմի ակտիվ փուլում է տեղ ունենում անմարդկային վերաբերմունք, խոշտանգում, ռազմական անցագործություններ, միեդը սովորաբար ձեռնպահ է մնում, բայց միաժամանակ հասկանում է, որ չի կարող հետևողական այդ կանոնը կիրառել, որոշ դեպքերում, երբ որ խախտումը ահագնացող ծավալի է կամ առանձնակի դաժանությամբ, ի վերջո գտնում է, որ թեև ակտիվ փուլում է տեղ ունեցել ոչ միայն պոզիտիվ պարտավորության, այսինքն հետագայում վարույթներ հարուցել, այլև նեգատիվ, այսինքն նյութայրավական հիմքով որոշում են կայացնում։ Ահա այստեղ որոշումը որ կարդաք, ըստ էության ինչ է ասում միեդը։ Դա կատարել են Ադրբեջանի զինված ուժերի անդամները։ Դա կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը ստիպված սա պետք է ընդունի, որքան էլ որ պետության ներսում վարույթներ հարուցի, դատավարություններ, որ փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, իր ագրեսիվ պատերազմը, դուք գիտեք ինչ դատավարությունների մասին խոսում։ Նման դատական ակտերը հերքելու են այդ իրենց այսպես ասած պատմական